06022026 թվական ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Մի օգտատեր գրել էր, որ ճիշտ կլինի հայերենով գրել ամեն մի հարց ունի մեկ ճիշտ պատասխան։ Եթե ունենա երկու ճիշտ պատասխան, ապա դա ճիշտ չի լինի, նրանցից մեկն է ճիշտը, ուրեմն ամեն մի հարց ունի մեկ պատասխան ավելի ճիշտ է, և եթե մտածում ենք և մաթեմատիկորեն, և որպես ճշմարտություն, ապա ամեն մի հարց պետք է ունենա մեկ պատասխան, որը ճշմարտությունն է, իսկ եթե գրվի մեկ ճշմարտություն, ուրեմն կա նաև երկրորդ ճշմարտությունը, իսկ երկրորդ ճշմարտությունը դա արդեն ճշմարտություն չէ։ Եվ անցնենք այսօրվա լրիվ ամփոփմանը, ինչի համար եմ այս ֆիլմը տեղադրել, որպեսզի մի քանի բան ավելի մանրամասը բացատրեմ, բայց նախօրոք ասեմ ֆիլմը սկսելուց առաջ, որ գիտնականները կամ կոնստրուկտորները մեկ անգամ են մտածում մի հարցի շուրջ և տալիս են գաղափարը։ Օրինակի համար վերցնենք հեծանիվը, հեծանիվի գաղափարը խոսը այդ կոնստրուկտորը տվել է հեծանիվը և դրանից հետո պատրաստում են հեծանիվ մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, բայց կարևորը որ դա հեծանիվ է։ Բայց այդ մարդը երկրորդ անգամ ելույթ չի ունենա, որ պատրաստել եմ հեծանիվ, այսինքն մեկ անգամ ելույթ է ունենում և դրանով վերջ։ Մարդիկ խոսում են, ես նույնպես լսում եմ, թե օրինակի համար 2-3 հաղորդում եմ ընդհանրապես լսում, որոնք տալիս են օրվա նորությունները և նաև հայկական նույնպես մի քանի հաղորդում, որտեղ խոսում են, որ Տրամպը էս ասեց, Հայաստանից ինչ պատասխանեցին և այլն։ Դրանք կարող եք բոլորի մոտ էլ լսել, վերլուծությունը ինքներդ կատարեք։ Օրինակի համար կբերեմ այստեղ օրինակներ, որտեղ է հարցը թաքնված և ինքներդ ձեր վերլուծությունը կատարեք, իսկ այն սխեման, որով աշխատում է բրուտը և այդ սխեման տվել եմ, դա կարող է շատ քիչ փոփոխություն ունենա, իսկ մնացածը, երբ որ ասվել է, ավելի լավ է այդ նույն ֆիլմը 1000 անգամ դիտեք կամ ես շաբաթը կամ օրը մեկ անգամ ելույթ ունենամ նույնը կրկնելով, քանի որ նա այլ բան չի մտածել։ Եվ նաև այն հարցը, թե ինչի վրա եմ ես հիմնվել, որ մտածում եմ այդ ձևի կամ ունեմ կոնկրետ տվյալներ, որ դա է լինելու։ Նա իր աշխատաձևը, աշխատաոճը երբեք չի փոխել, նույնը կրկնում է հազարավոր տարիներ։ Եթե վերցնեք օրինակի համար երկրորդ համաշխարհային կամ առաջին համաշխարհային պատերազմի այդ պիկից առաջ ինչեր էր կատարում և որ երկրներում որ ղեկավարները ինչեր էին կատարում, ապա կհասկանաք, որ այսօր դա նույն բանն է, Պուտին, Թրամփ կամ Եվրոմիություն կամ այդտեղ հարցը Գրենլանդիայի և այլն, դա նույնն է, ինչ որ Ստալին-Լենին հարցը Լեհաստանի հարցով և այլն։ Այնպես որ բրուտը իր աշխատաձևը և նա չունի այլ մտածելակերպ, որ այլ ձևով կատարի այդ ամենը տարիների ընթացքում անդադ կրկնվում է, նույն տիպի պրոցեսից առաջ նույն բանը նույն ձևով կատարում է, ինչպես նաև Թուրքիային թույլատրեց մտնել Սիրիա կամ իրենից հետո Իրաք ավիրել և այլն, այդ նույնը դա միշտ կատարել է նաև այլ պատերազմների ժամանակ։ Դրա համար ես տալիս եմ թե ինչ է նա ընդունակ և ինչ է կատարելու։
մի քանի ֆիլմերում Մայքլի հարցով ժամանակաշրջանը ես մի փոքր սխալ թույլ տվեցի, վերցնելով Մայքլի տված ժամանակաշրջանը, բայց Մայքլի տված ժամանակաշրջանը իրոք դա, եթե վերլուծենք, որ Հայաստանի վերջը լինելու է անցած տարի դեռ պետք է լիներ Հայաստանի վերջը արդեն եկել է, սա արդեն տարածություն է, մենք մտածում ենք, որ սա երկիր է, եթե սա երկիր է, ապա Արցախի հարցը լուծելուց ինչ էին Ստամբուլում հավաքվել ԱՄՆ, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը եւ այլ երկրներ, բայց Հայաստանը չկար։ Այսինքն արդեն Հայաստանը որբի գլուխ է անցած տարվանից։ Եվ ոչ միայն անցած տարվանից, 24 թվականից, 23-24 թվականներից արդեն Հայաստանը որբի գլուխ է։ Եվ Մայքլը նույնպես այդտեղ ճիշտ է, որ դա վերջն է արդեն, Հայաստանի վերջն է։ Իսկ հայաստանցիները ինչի չեն նաև ուշքի գալիս, դա արդեն այլ հարց է, նաև այստեղ այդ մասին կխոսենք։ Նախ դոկի մասին, քանի որ դոկը գտնվում է Նիկոլի ցանկությամբ ԱՄՆ բանտում, ոչ թե բանտում, այլ այդ արտաքսման կետում, կալանավայրում, առաջարկում եմ ինձ ուղարկել ձեր ճշտված տվյալները ցանկացածի մասին եւ ես այն եթերով կասեմ ձեր անունից ճշտված ձևով, որը դուք հայտարարել եք։ Խնդրեմ իմ email-ի համարը միայն հաստատված տվյալներ կարող եմ ես հաղորդել ձեր անունից։ Կամ եթե չեք ցանկանում ձեր անունը տալ, այլ ունեք տվյալ, որը կոնկրետ է, նույնիսկ եթե ինչ-որ մեկի ստորագրությամբ ես այդ փաստաթուղթը չեմ հրատարակի, բայց կասեմ, որ կա նման փաստաթուղթ կամ այս դեպքը իրականության հետ համընկնում է, եղել է այսպիսի բան, օրինակի համար Նիկոլը ստորագրել է մի փաստաթուղթ, որ Հայաստանը հանձնելու է 28 թվականին ամբողջությամբ Թուրքիային։ Ոչ մեկի անուն այստեղ չի հրատարակվի։ Եվ նաև այն հարցը, նաև մի օգտատեր եւ մի քանիսը անընդհատ գրում են, դուք բացեցիք արդեն սայթը, բայց ձեր դեմքը չբացեցիք։ Ես մի քանի ֆիլմում այդ մասին ասել եմ։ Եվ այսօր կխոսեմ մի քանի ազնվորության մասին, որոնք ցանկանային նույնպես ինպես խոսել, բայց կծկտուր են խոսում, լինելով Հայաստանում եւ միևնույն ժամանակ միջազգային Նիկոլյան ճնշման տակ, այդ լկտի բրության Նիկոլյան ճնշման տակ։ Դրա համար նրանք ինչ-որ ձևով կաշկանդված են խոսում, բայց ես կաշկանդված չեմ խոսում եւ իմ դեմքը կբացեմ միայն իմ վերջին ֆիլմում, երբ որ խոսեմ տիեզերքի ստեղծման, տիեզերքի շարժող ուժերի այդ ձեզ համար հանելուկ սև անցքերի մասին եւ այլ տիեզերական ճշտումների մասին, որը սխալ է ձեզ ներկայացվել կամ իրենք էլ չգիտեն դրա ճիշտ պատասխանը, բայց միայն այդ դեպքում ես ինձ կցուցադրեմ եւ դա կլինի իմ վերջին ֆիլմը, ոչ միայն իմ վերջին ֆիլմը, գիտեմ դրանից հետո բրուտը պետք է ինձ ման գա եւ այդ ժամանակ ավելի լավ է կյանքից հեռանալ, քան այդ հիմարի ձեռքը ընկնել։ Եվ նույնն է այսօր, եթե Հայաստանում կան մարդիկ, ովքեր գիտեն, որ Նիկոլին պետք է սատկացնել, չեն արտահայտվում Հայաստանում դրա համար, որպեսզի իրենք ժամանակավոր զոհ չլինեն, այլ ինչ-որ ձևով օգուտ տան մեր երկրին, որը կարող են նրանք դա կատարել։ Մի հայկական հին աստվածված կա,
մեկ իշխանից թագավորին սուրհանդակը ուղարկում է նամակ, այդ ժամանակ սուրհանդակը տեսնում է, որ հակառակորդի երեխաներ են հավաքված եւ կարող են բղավել եւ իրեն գտնել եւ իրեն ոչնչացնել նամակի հետ միասին կամ իմանալ նամակի գաղտնիքը, նա մոտենում է ուրախ երեխաներին, սոված կլինեք եւ այլն, իր ամբողջ ուտելիքը տալիս նրան, մինչեւ երեխաները ուտելիքով են զբաղված լինում, ինքը հասցնում է փախչել գնալ։ Երբ որ գնում է պալատ, թագավորը ասում է նամակը բերեցիր, նամակը տալիս է եւ հարցեր է տալիս, ասում է խնդրում եմ նախ ուտելիք տվեք, սոված եմ, ասում է ինչ է քեզ այդ ուտելիք չեն դրել, ասում է դրել են, բայց ճանապարհին հակառակորդի թշնամու երեխաներ էին, որ չբղավեին, չբռնվեին, տվեցի ուտելիքը նրանք ուտեն, ես եւ արագ հեռացա, եթե իմ հետևից էլ եկել են արդեն չէին հասցնի։ Այդտեղ նազիր վեզիրներից մի քանիսը ասում են, այս սրիկային անմիջապես կախիր թագավոր եւ թագավորի խորհրդականը, բայց թագավորը պատասխանում է ինչի համար, երբ որ նա իրեն պարտականությունը կատարել է, այսինքն ես իմ միակ պարտականությունը իմ ազգի հայ աստվածների համար նա է, որ ես կատարեմ այդ քայլը։ Օրինակի համար կներկայացնեմ մի քանիսին, այդ մարդկանց առաքելությունն է Հայաստանում լինել վարչապետ, Նիկոլին գահանկեց անել, բայց իմ կռիվը ուրիշ կռիվ է, եւ ես պարտավոր եմ մինչև վերջ ինձ պահպանել իմ առողջությունը, որպեսզի ես կարողանամ այդ պահին այդ քայլը կատարել, որպեսզի նորմալ ֆիլմ ներկայացնեմ եւ աշխարհին եւ իր բարեկամներին, որպեսզի այդ տականքը հասկանա։ Իմիջիայլոց բացի տիեզերքի գաղտնիքը, այդտեղ նաեւ տիեզերքի օրենքները եւ բնության օրենքները դա անմիջապես հարվածում են բրուտին։ Քանի որ ամեն մի 80,000 տարին մեկ անգամ մագնիսական եւ տետե դաշտերը փոփոխվում են, այդ ժամանակ տեղի է ունենում մարդկանց հիշողության կորուստ եւ միգուցե ես արագ ասեցի, որ շնչահեղձ են լինում եւ այլն, բայց որոնք չեն գտնվում իրենց էթնիկ հողում, նրանք չեն ստանում հողից եւ իրական այդ վայրի ջրից այն էներգիան, որը երկիր մոլորակը ունի, այդ դաշտից նրանք չեն ստանում իրենց համապատասխան այդ մասնիկները, որովհետեւ իրենց ատոմային կառուցվածքը նորմալ աշխատի։ Դրա համար նրանք ճլերք են ընկնում եւ արագ նրանք վերանում, իսկ որոնք գտնվում են իրենց էթնիկ հողում, նրանք կարողանում են դիմադրել, եթե նրանք չեն ընկնում երկաշարժերի, ջրհեղեղների եւ այլնի տակ, սա է։ Իսկ բրուտը իր հարազատ փոքր տղային, իր հարազատներին, իր բարեկամներին եւ շատ իր ազգականներին ուղարկել է ամբողջ աշխարհով մեկ է։ Դուք գիտեք, Հյուսիսային Ամերիկան, Ավստրալիան, այնտեղ բոլորը իրենք են։ Եվ նրանք արդեն 100-150 տարի, ամենից շատը 200 տարի հետո արդեն կենդանի զոհեր են։ Նրանք զոհեր են, այսինքն դուք օրինակի համար դուք գնում եք մեկ այլ երկիր աշխատելու եւ վերադառնում եք Հայաստան, ձեր երեխաների հետ միասին վերադառնում եք Հայաստան եւ Հայաստանում այդ ժամանակ 80,000 տարվա վերջում փրկվում են ձեր երեխաները, այսինքն դուք ձեր ազգի, ձեր ցեղի համար, ձեր տեսակի համար մեծ գործ եք կատարել։ Իսկ նրա ազգականները չիմանալով այդ նրբության մասին, նրանք գտնվելով Ավստրալիայում, օրինակի համար Ամերիկայում, նրանք այնտեղ պետք է վերանան իրենց երեխաների հետ միասին,
բայց նրանք ինչի համար են ապրում, ինչի համար են հարուստ, կարող էին միայնակ լինել, իրենց կյանքը վայելել եւ հեռանալ կյանքից, չէ՞։ Օրինակի համար իրեն տղան կասի, ինչի քո մեծ տղան պետք է եւ նրա երեխաները պետք է փրկվեն Անգլիայում, իսկ ես պետք է իմ երեխաների հետ մահանամ այնտեղ։ Արդեն դա կոնֆլիկտ է իրենց մեջ եւ մենք պետք է աշխատենք, քանի որ 30 տարիների ընթացքում ոչինչ չստեղծեցինք, այս ձևով նրան խայթել եւ նրան ոչնչացնել։ Եվ ինքը ոչ մի Աստված էլ տիեզերքում չկա եւ ինքը Աստվածների կողմից նշանակված թագավոր չէ։ Ինքը Նիկոլի նման պատցան փողոցային մի շուն է եւ այդ ամենը ես պետք է նրան ապացուցեմ եւ աշխարհի դեմը դրվի։ Նաեւ բուրգերի հարցը, նաեւ ամբողջ պատմությունը, նաեւ մշակվող բույսերը ինչպես են ստացվել, եթե դուք մտածում եք, որ մշակվող բույս, օրինակի համար ցորենը, եթե 20 տարի ցորենը արտը թողնեք այդպես չցանեք եւ սերվ չունենաք, հետագայում ինչ եք անելու։ Ոչնչանում է այդ տեսակը։ Այսինքն հայ աստվածների ստեղծածը պետք է մարդը անընդհատ օգտագործի։ Իսկ 80,000 տարվա արդեն վերջում, երբ որ կգա արդեն նոր ժամանակաշրջանը, այդ բոլոր բույսերը, կովը, ոչխարը, հավը եւ այլ ամեն ինչ հայերը ստեղծել են, այդ բուրգերը եւ այլն, ամբողջը կվերանա եւ նորից աշխարհը հույսը դնելու է հայ ազգի վրա, որպեսզի հայը նորից ստեղծի լոբազգիներ, հացազգիներ, նորից դրանց մշակման ձևը, դարբնություն եւ այլն, այդ բոլորը գիտեք, հին բոլոր արհեստների մասին տեղյակ եք, այդ ամբողջ հայերի ստեղծած մեծ գյուտերը։ Եվ նաև այստեղ մի հարցի մասին ասեմ, որպեսզի ձեզ հասկանալի լինի։ Օրինակի համար կինոդերասանները եւ ֆուտբոլիստները իրենց ամբողջ կյանքի ընթացքում այդ բարձրակարգները ստանում են մինչև կես միլիարդ ԱՄՆ դոլար։ Իսկ գիտնականների մեջ, եթե լինում են օրինակի համար տիեզերքի հարցով ինչ-որ բան են գտել կամ գտել են մի նոր նյութ, նրանք ստանում են Նոբելյան մրցանակ $1 միլիոն չափով։ Այսինքն նրանք չեն խրախուսվում իրենց արժանի ձևով։ Բրուտը այստեղ էլ է կեղտոտություն արել։ Իսկ հայ աստվածների ժամանակ բոլոր բուրգերում թաղված են եղել հայ աստվածները եւ մարդիկ գնալով այդտեղից վերցնելով օրինակի համար ցորեն, մեկ մեշոք ցորեն, նրանք աղոթել են ցորեն ստացած հայ աստվածի առաջ, վերցրել դա եւ տանը աղոթել Աստված այսինչ, որ տվեցիր մեզ այս ցորենը, աղոթում են քեզ համար եւ շնորհակալ ենք ընտանիքով։ Իսկ բրուտը դա փոխել է իր անունով, ինքը իրեն համարում է Աստված եւ ինչի Աստված տեսք չունի բրուտների այդ աստվածաշնչում քրիստոնեական կամ մուսուլմանական, քանի որ իր մայրն էր Աստված իրենից առաջ, հիմի ինքն է, որ դեմքով ներկայացնեն, որից հետո նաև իր տղան եւ գախնեն դա միշտ թողնում։ Եվ հայերի ժամանակ արժանինքները միշտ գնահատվել են։ Այժմ ես քանի որ Արտակ Սարգսյան գրեցի ինտերնետում եւ դուրս եկավ այդ Սասի Արտակը, ես դրա համար ասելու բան չունեի, նաեւ իմ ֆիլմում Արտակ Սարգսյանի դիմաց ոչինչ չեմ նշանակել։ Հետագայում երբ որ լսեցի այս երիտասարդին, որը եկել է աֆրիկյան մի քանի երկրներում լավ պաշտոններ եւ հարգանք է վայելել այդ երկրներում, մասնագիտությամբ էլ լավ մասնագիտություն ունի եւ հասկացող հայեցի տղամարդ է, ես այլևս ասելու ոչինչ չունեմ։
միացեք այս անձնավորությանը, միացեք և կտեսնեք, որ այս անձնավորությունը, ինչպես նաև մի քանիսի մասին, որ խոսել եմ, բոլորը պետք է միանան իրար, ոչ այդ 4 սրիկայական խմբերը, այլ իրական հայերը, նույնիսկ եթե փողոցում ավլող ես միանաս այս մարդուն և մեկ քո ձայնն էլ ավելի օգուտ է հայրենիքը փրկելու համար, քան այն ինչ որ մտածում եք։ Եվ նաև այստեղ մի հարց, եկեք փրկեք մեզ։ Այդ մասին այժմ կասեմ նաև մի անեկդոտ, որից հետո կշարունակենք։ Մեկը ծովում խեղդվում է և գոռում է. «Տեր Աստված, արի ինձ օգնի»։ Մի նավ է անցնում կողքով, ասում է երիտասարդ, ձեռքդ տուր բարձրացնենք, ասում է չէ, նավը հեռանում է, երկրորդ նավն է գալիս, Տեր Աստված ինձ օգնի, երկրորդ նավն է գալիս, նորից ձեռք են մեկնում, ասում է չէ, նորից գոռում է. «Տեր Աստված, արի ինձ օգնի», երկնքից ձայն է գալիս, այ հիմար, ասում է, երկու անգամ ուղարկեցի քեզ օգնություն, ինչ է, ես պետք է ձեռքս քեզ մեկնեմ։ Հիմա այս մարդը եկել է Հայաստան, որ կարող էր դրսում լավ էլ ապրեր և իր հարգանքը, իր պատիվը, իր ընտանիքով վայելեր ամեն ինչ, նկատելով և լինելով հայ, հայեցի և նաև ծանոթացա, որ ընտանիքը որտեղից, ինքը ամեն ինչ ներկայացրեց և վրան ոչ մի կեղտ, ոչ մի գործ էլ չկա, և բազուկը պինդ և վախը մեջից հանած հայ է։ Կան հայեր, որոնց երբ որ ներկայացնում եք, նրանց մեջ կա նույն վախը, ինչ որ Նիկոլի մոտ, գալու են արտասահմանից մի հատ փրշտան վրները, վախենան։ Այս տեսակը նա վախկոտ տեսակը չէ, նա իրական հայ տեսակն էր։ Դրա համար կանգնեք այս մարդու կողքին։ Իսկ եթե ես սխալվել եմ, ոչ թե սխալվել եմ, Արտակ Սարգսյան գրել եմ, դուրս է եկել այդ Սասի Արտակը, և հետագայում, երբ որ գրեցին Քոչարի Արտակ, երբ որ գրեցի, արդեն դուրս եկավ այս մարդը, մի քանի ֆիլմեր դիտելով, լսելով իրեն, հասկացա, որ այս մարդը կարգին պատիվը տեղը այն հայեցի իրական անձնավորություն է, որի կողքին պարտավոր եք կանգնել։ Հաջորդը և նաև այստեղ նշել են այս երիտասարդի մասին բան չունեմ ասել, լավն է թե վատը, դա դուք պետք է որոշեք, և Հայաստանում գտնվելով այդքան գործեր, այդքան ինստիտուտներում, համալսարաններում աշխատելով և այլն, նա ոչ ոք առանց ինչ-որ թևի, այդ 4 տականքների թևի չէր կարող այդքան երկար դիմանալ։ Լավ, մտածենք, որ խելացի առանց տրված այդ 4 սրիկաներին երիտասարդ է։ Ինչ եմ նկատում այս անձնավորության մոտ, զուբրյոշկա, ռուսներն են դա ասում, այսինքն զուբրի տարած ունի իր թեզերը, իր պատասխանները, օրինակի համար, ամեն հարցի համար ինչ պետք է պատասխանի, բայց դա որքանով է ճշմարտությանը մոտ և հեռու, և ասացի այստեղ մի դեպք, միայն մեկ անգամ եմ դիտել, երբ որ հարցը տվեցին այդ Տրամպի ուղու մասին, դա արդեն բավական է, որ տանք Տրամպին, բայց դու Տրամպին ոչինչ չես տալիս, 100 տարի հետո մեզ կվերադարձնի կանգուն, լավ ստեղծված փողոցներ, ճանապարհներ և կապող երկու երկրների մեջ, բայց դա իրականության հետ կապ չունի և Հայաստանը փրկելու կամ Նիկոլից ազատելու հետ ոչ մի կապ չունի, այսինքն նվագախմբի
դամ պահողի աշխատանք եմ ես տեսնում այս տղայի մոտ։ Իսկ եթե ձեզ թվում է, որ ինքը իրականում հայ առանց ծախված հայ է, դա արդեն ձեր գործն է։ Ես նորից եմ կրկնում եւ 1000 անգամ կրկնել եմ, ասել եմ, ես Հայաստանում երկար ժամանակ չեմ գտնվում։ Հայաստանը փոքր երկիր է եւ բոլորդ իրար ճանաչում եք եւ բոլորդ տեսել եք, սա ուր է գնում, նա ուր է գնում, դուք ինքներդ որոշեք։ Ես միայն նայելով օրինակի համար դեմքի արտահայտությանը ասում եմ, որ այս տղան չկոտրվող տղա է, այս անձնավորությունը կարող է ինքը այստեղ ստիպված նաև նուրբ է խոսում, բայց իր հոգու խորքում ունի նա ինչ որ ես արտահայտում եմ Նիկոլի կամ մյուսների մասին։ Իսկ այս անձնավորությունը սա գրքային հեքիաթային տղա է, որը հեռու չի տանի ձեզ, ավելի ճիշտ ասած թեորետիկ է ինքը պրակտիկայի հետ ոչ մի կապ չունի։ Վիլսոնյան Հայաստան, նաև հարցը տրվել է Բևերի մասին։ Այս անձնավորության մասին արդեն խոսել եմ, որ նա Ամերիկա, Կանադայից եկած լրտես է եւ Հայաստանը ներկայացնում է որպես արդեն 7-8-րդ դարից, 10-րդ դարից սկսած ինչ-որ մի խաժամուշ, որը նրան ծրագրավորված, ինչպես Նիկոլին նաև տալիս են ամեն ինչ, երբ որ ես ասում էի Նիկոլը ոչ մի գիրք էլ չի գրել, այդ գիրքը արդեն 30 տարի առաջ գրած տվել են իրեն, որ այսպիսի բան իբր դու ես գրել։ Նիկոլին ստիպել են նաև Լևոնին, որ Նիկոլին պետք է ձեռք չտան, մինչև հասունացնեն այս պահը։ Մենք հայերս չունենք վաղված ծրագիր, իսկ բռուտները ունեն 1000 տարվա, 50 տարվա, 100 տարվա ծրագիր, որը նաև մեր մասով է, որը նրանք կատարում են։ Եվ ձեզ ինչ է թվում, Արա Պապյանը գրագետ մարդ է, եթե որևէ մեկը պետք է նստի ոչ այս Բևերից Հայաստանի ղեկավարը, ապա այս մարդուն պետք է վերցնել արտաքին գործերի մինիստրը եւ նրա կարողությունները, ունակությունները Հայաստանին մեծ օգուտ կբերի։ Այստեղ Վիլսոնյան Հայաստանի մասին ճիշտ է նա խոսում է, բայց Վիլսոնյան Հայաստանը բռուտները այս քարտեզը ստեղծել են ոչ թե թուրքերին, ազերիներին, ռուսներին պատժելու համար եւ հայերին տալու մեծ Հայաստան, այլ հենց սրանք իրեն դեմ կանգնեն կամ միավորվեն, միանգամից այս հարցը նրանք բարձրացնեն։ Նորից նրանք ընդհանրապես չեն տալու հայերին, որպեսզի նրանք հետ կանգնեն եւ ծառայեն մինչև վերջ բռուտին։ Այս Վիլսոնյան Հայաստանի հարցը դրա համար այդպես է դրած։ Իսկ այս երկուսի խոսացածից ոչինչ չես հասկանա, դա նույնն է, ինչ որ այս երիտասարդի միակողմանի եւ կարելի ասել նույն բանը չապացուցված նույն ձևով խոսել։ Օրինակի համար Գարեգինի խոսքը հյուսիս-հարավ, լավ հյուսիս-հարավ վերցրեցինք, արևելք-արևմուտք ճանապարհը։ Սրանք ինչ ճանապարհներ են։ Եվ այստեղ նաև ասեմ նա, որը շատ կարևոր է։ Բռուտները, երբ որ ստեղծեցին Չինգիզխանին, Չինգիզխանի այդ առեղծվածը դա նրա համար էր, որպեսզի մետաքսի ճանապարհը փակեն։ Եվ Պեկինում ստեղծված էր աստիճանային այդ գետը բարձրանում էր, որպեսզի նավերը այնտեղից Պեկինից իջնեն եւ մտնելով օվկիանոս հասնեն դեպի Բրուտարան, ոչ թե նորից այդ հին հայկական մետաքսի ճանապարհով կան։
Եվ ոչ մի մետաքսի ճանապարհ այստեղ ասել եմ չեմ բացելու, այստեղ էս երիտասարդը Արևմտամեծյանը եւ սա խոսելով սա ոչինչի չի բերում։ Բրուտների հիմնական նպատակն է, որովհետեւ ես չեմ ասում լավն են թե վատն են, հիմնական նպատակն է անցնել Միջին Ասիա եւ Միջին Ասիան դարձնել այն հենակետը, որտեղից կհարվածեն բոլոր ատոմային զենք ունեցող երկրներին։ Նորից եմ կրկնում, քանի որ բոլոր այդ երկրների ատոմային բոլոր համակարգերը տեղադրված են այնպես, որ եթե այստեղից հարվածում են Ռուսաստանին, ապա Ռուսաստանը պետք է հարվածի նրանց, հարվածում են Պակիստանին, Պակիստանը պետք է հարվածի նրանց, Չինաստանը նրանց, Հնդկաստանը նրանց, Մոնղոլիայից հարվածում են դեպի հյուսիսային Կորեա եւ Չինաստան, նրանք պետք է սրան հարվածեն։ Եվ բրուտների համար սա կործանված տարածություն է, դրա համար նրանք ստեղծել են այդ միֆը, իբր բացում են ճանապարհներ, Հնդկաստանից ապրանք բերեն, բոլոր երկրներից էլ այդ ապրանքները հասնում է իրենց։ Այդ բոլորը դրանք կեղծիքներ են, որոնք իրենք մտածել եւ տարածել են։ Եվ այստեղ երկրորդը, նաեւ այս մարդու մասին եք հարցրել, թե ինչ կասեք։ Այս մարդը ինքն էլ չգիտի ինչի մասին է խոսում։ Էսա, տեսեք Ուկրաինան ոնց է հաղթում Ռուսաստանին։ Նաև բրության այդ բանաձևը ասեմ, բրուտները դրել են այդ խաղը, այդ կռիվ կոչվածը Ուկրաինա, Ռուսաստան, դրա համար եւ Պուտինին իրենց լրտեսին ստիպել հարվածել Ուկրաինային նրա համար, որպեսզի երկու երկրները եւ աղքատանան եւ երկու երկրների տնտեսությունները մահանան, միևնույն ժամանակ քաղաքաշինությունը վերանա եւ իրենց հաշվարկով Ուկրաինայում պետք է 20 միլիոն մարդ մահանար, որը Պուտինը դեռ չի կատարել։ Սա է բրուտների նպատակը, քանի որ Ուկրաինան Սովետական միության Ռուսաստանից էլ ուժեղ ամենահզոր երկիրն էր եւ նրանք նույնիսկ այսօրվա պայմաններում կարող էին ամբողջ Եվրոպային էլ Ռուսաստանին էլ հաղթել, եթե 10 տարի թույլ տային Ուկրաինայի ինժեներատեխնիկական գիտական աշխատողները ստեղծեին ինչ-որ բան։ Դրա համար Ուկրաինային, ինչպես նաեւ Հայաստանին, բրուտների հրահանգով ոչնչացնում են։ Իսկ Եղեշի մասին Եղեշը լավ անձնավորություն է, բարի, հայ, ճիշտ է, մտածելակերպը նաև եվրոպական է, բայց ցանկացած հայի մտածելակերպ պետք է լինի հայկական։ Այստեղ ասում են նաև ցիվիլիզացիան եվրոպական պետք է նրանց միանանք։ Ցիվիլիզացիան դա մենք ենք, հայերն ենք, իսկ Եվրոպան դրանք ածանցյալ է, ինչպես նաև Ռուսաստանն է ածանցյալ, դա պետք է լավ հասկանալ։ Այստեղ ազգային ժողովի ընտրությունների 2026, սրանց բոլորի վրա պետք է այսպես գիծ քաշել եւ այս մահացածի վրա արդեն վաղուց պետք էր այս տականքը նորից լույս աշխարհ է եկել, եղբոր ուրացող էս ոչխարին ընդհանրապես եւ անգլիական լրտեսես տականքին նույնպես, նաեւ Լևոնի լվացքատան ջնջոց մաքրողին նույնպես, էլեկտրիկ Երևանին նույնպես եւ ջհուդ Հայկոյի այս խումբը նույնպես։ Պետք է թողնել միայն Սասնա Ծռերին, Վարուժանին եւ Նիկոլ Փաշինյանին, իմ քայլի դաշինքի Նիկոլ Փաշինյանին, ինչի համար։ Վարուժանին
ընտրություններին մասնակցելու համար խելացի նույնպես պատվախնդիր անձնավորություն է, իսկ Նիկոլ Փաշինյանին նրա համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հայ սնայպերը վերացնի կամ իր տերերը, այս տականքը գիտի, երբ որ աթոռից ընկավ, կամ նրանք են իրենց սատկացնելու կամ հայերը, և դրա համար նրան պետք է օգնել և շուտապույտ վերացնել այս տականքությունը հայ ազգի պատվից։ Եվ եթե Հայաստանը վերանալուց հետո հայերը փորձեն ինչ-որ տեղ խոսելու, ասելու են այս տականքին ունեիք, ինչ ունեիք, դուք ձեր ձեռքով կատարեցիք, դուք ընտրեցիք, դուք ձեր ձեռքով կատարեցիք, դրա համար այս տականքին շատ արագ պետք է վերացնել։ Հաջորդը ընտրության արգրիկ։ Ընտրության արգրիկը ես կարող եմ նախագծել և լավ արգրիկ ձեզ ներկայացնել։ Ընտրության արգրիկը ինչպես պետք է լինի, նա պետք է միացված լինի տվյալ սենյակի հատակից, որպեսզի չկարողանան նրան պոկել, և նա պետք է ունենա էլեկտրական բացիչ փակիչ դռնակ, որը 1 սանտիմետր լայնությամբ կբացվի և կփակվի։ Եվ ինչպես պետք է նա աշխատի։ Առաջի համարը դա սերժալևոնականներն են, երկրորդ համարը դա նիկոլականներն են, երրորդ համարը դա հայերս ենք։ Եվ մինչև 3-ը չսեղմեն կոճակը, արկղը չի բացվի։ Եվ արկղը բացվելուց հետո գցեց, հայը իր կոճակը բաց է թողնում, արկղը փակ է, որ լույսերը անջատեն, փորձեն այստեղ բան գցել, կարող եք շվշվացնելով ման գալ, չեն կարող սրա մեջ ոչինչ գցել, արկղը չեն կարող գողանալ տանել, եթե ընտրությունների պետք է գնալ, պետք է ստիպեք այս ձևը, նաև այդ բյուլետենների հակառակ երեսին պետք է իսկական հայերը ստորագրեն, որպեսզի ստուգեն, այլ բյուլետեն այստեղ ընկել է, թե չէ, ինչի համար նաև դա, քանի որ դրսից բերում են բյուլետեն, արդեն գրված Նիկոլ Փաշինյան, այստեղ վերցնում են նորը, գալիս են խցիկ մութ սենյակ, այնտեղ նա դնում են գրպանը, սա հանում են, և ստանալով իրենց 5000 դրամը, գցում են Նիկոլի անունով այստեղ, որպեսզի դա տեղի չունենա, որ դրա վրա արդեն չկա Պողոսյան Պողոսի ստորագրությունը, դա կեղծ է, պետք է նաև այս մեթոդը, այս ձևով, և ամեն տեղ դնելով իսկական հայեր, եթե այս ձևը ընդունեն, ապա կհաղթի հայը, իսկ եթե չէ, միակ ձևը դա սնայպերն է, սնայպերը կամ մի 30 հոգով հարձակվել և ոչնչացնել Նիկոլին, թեկուզ այդ կառավարության շենքն էլ միասին ոչնչացնել։ Այժմ նոր խաղերի մասին։ ԱՄՆ կոնգրեսի ընդհանրապես Հայաստանի մասին նորից արթնացա, և հայերը ոգևորվեցին, և ոգևորության մեջ են, որ Արցախ պետք է վերադառնան, և որ պետք է հայ ռազմագերիներին բաց թողնեն։ Ասեմ այստեղ հակառակը, որպեսզի իմանաք։ Հայաստանցիներ, ովքեր ծառայել են Արցախում, հայկական բանակում և Արցախի տարածությունում, և այդ 3 ղեկավարները նույնպես, և բոլոր Հայաստանի բարձր զինվորականները, նրանք Ալիևի մոտ գրանցված են մոտավորապես 112 000 մարդ, որ Նիկոլը կամ Հայաստանը վերանալուց հետո դրանց բոլորին պետք է գցի Բաքվի բանտերը, նաև այս մարդիկ պետք է հասկանան, սովորական ծառայողից, աֆիցերներից, նույնիսկ ոստիկանության այն բաժանմունքները, որոնք եղան այս 44 օրվա
բոլորիդ անուն ազգանուններով Նիկոլը ներկայացրել է 112,642 կարծեմ 42 հոգի ներկայացված է Ալիևին, որ բոլորը Ադրբեջանի տարածությունը խախտել եք եւ տերորիստներ, սրիկաներ եք եւ 15 տարուց ավել պակաս ոչ մեկը չեք նստելու, դրա համար խելքներդ գլուխներդ հավաքեք եւ Նիկոլա Գովասանքով մեկ զբաղվի եւ մեկ հրապուրվի թե ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի կոնգրեսը, ազգային ժողովը եւ սենատը ինչ որոշումներ ընդունեցին, դրանք միայն ինչի համար են, կասեմ դրանք նաեւ ինչի համար են, իսկ այստեղ ամենահիմնական հարցերից մեկը խաղաղություն փոթորկից առաջ։ Ինչպես մենք գիտենք 2003 թվականի մարտի 20-ին դա Սադամի վերջն է եւ Սադամը BBC-ին տված իր հարցազրույցում, եթե որևէ մեկը հիշում է, ասեց. «Ջունգլիների օրենքն է, ես ինչ անեմ, ես ճիշտ եմ իմ բոլոր արածներով» եւ իրականում Սադամը ճիշտ էր։ Եվ Իրաքում գտնվող շատ հայեր եւ լավ գործ էին եւ ունևորներ էին եւ բոլորը թողեցին, հեռացան դրանից։ Իրաքը իրենից ներկայացնում է մեր հայրենիքի մի մասը, ինչպես ասել եմ, այս ամբողջ էսպես, սա մեր հայրենիքն է, այս ամբողջ այստեղ ինչ տեսնում եք, սա մեր հայրենիքն է, մեր իրական էթնոսը դա այսքանն է, բայց մենք եղել ենք այստեղ բոլոր տեղերում, եղել է հայկական խաչմերուկը եւ ասացին, որ սխալվեցինք, Իրաքում չկար այդ զենք, բրուտի կեղտոտ խաղերը, գիտեք այդ ժամանակ ինչ էր տեղի ունենում, Իրաքի բոլոր նավթը տանկերի հետևից տանում էին նահանգներ եւ բրուտների մոտ, ամբողջ նավթը գողացան տարան այստեղից եւ ժողովրդին դարձրեցին չմո, բայց այստեղ ամենակարևոր մոմենտը նա էր, որ նրանք ոչնչացնում էին ամբողջ այդ հին Քրիստոսից առաջ եղած բոլոր կառույցները, բոլոր նշանները, բոլոր այն ամենը, որը կապացուցեր, որ սա հայկական ձեռագիր է։ Եվ պատահական չի, որ երկիր նրանք մտել են, այդ ամենը կատարել են, բացի բուրգերը, նաև երբ որ Մուբարակի վերջն էին բերում, այդ ամենը կատարել են, երբ որ կատարում էին այս անձնավորության վերջը Կադաֆիին վերացնելուց, նույնը դա կատարել են, այսօր ինչ վիճակում են սրանց երկրները, ամենաաղքատ, ամենազզվելի վիճակում, Կադաֆին ինչպես էր պահում, ամուսնանալուց ստանում էին $10,000 ավել, կամ սովորում, կամ տան վարձ չէին կարող տան, կամ երեխաներին պահելու համար ամբողջ երկիրը ցնծում էր եւ ուրախության մեջ էր նրա ժամանակ, ավելին ինչ էին ցանկանում։ Դրա համար ամեն երկում գտնում են Նիկոլի նման սրիկաներ եւ վերջը բերում։ Վերջում Ասադին ինչ արեցին։ Ռուսներն էլ այստեղ թուրքերի հետ, թուրքերը մտան Սիրիա եւ ռուսներն էլ այն որ բրուտը ուղարկել է թուրքերին Սիրիան ոչնչացնելու, այստեղ էլ ռուսները հայտնվեցին, որ մեկին ուղարկում է շեֆը ասում գնա այս ինչ խանութից նալոգը բեր, սրանք էլ իրենց կողմից եկան եւ պարզ չէր թե ինչ են ռուսները այստեղ հայտնվել եւ վերջում որներին տվեցին կստեցին։ Ամբողջ Եվրոպան լուռ է, երբ որ Թուրքիան մտավ Կիպրոս, ամբողջ Եվրոպան լուռ է, երբ որ մտավ Սիրիա, երբ որ Իրաքի հյուսիս էր մտել իբր ոչնչացնում էր քրդերին։ Ձեզ թվում է, որ
մտավ Հայաստան, որևէ մեկը ձեն է հանելու, տվել է իր համաձայնությունը եւ դա պետք է կատարեն, եւ լավ էլ կկատարեն այդ ամենը։ Ներկայացնում եմ այս անձնավորություններին, որոնք հանդիսանում են այն անձնավորությունները եւ այն երկրների ղեկավարները, որտեղ գտնվել են բնիկ հայրը իրենց հայրենիքում, բայց Բրուտը լավ հասկանալով, որ Արցախյան պատերազմում այս երկրներից եկան հայեր, որոնք պաշտպանեցին եւ փրկեցին Արցախը, նա դրա համար նախ ոչնչացնում է հայկական հետքերը բոլոր տեղերը, հիմա էլ Իրանում եւ վերջում կվերացնի Հայաստանը։ Եվ այս խաղերը, որը դուք տեսնում եք, այժմ բացատրեմ այդ բոլոր կոնգրեսի, Ֆրանսիայի այդ ընդունածը, որով ուրախացել եք, Հայաստան, Իրան, Վրաստան։ Այս երեքը պետք է մեկը մեկին պաշտպանի։ Ցանկացածի ընկնել է այդ երկուսի ընկնելուն է հավասար։ Եվ ինչպես է աշխատում բրուտը, որպեսզի այս երևույթներով ԱՄՆ-ի կոնգրեսի կամ Ֆրանսիայի չուրախանակ եւ լավ չզգաք դրանից, որը կեղծիք է, ինչ է անում բրուտը։ Մի փոքր հանգիստ է տալիս Հայաստանին, հետո գցում, օրինակի համար 44 օրվա պատերազմը, նորից հանգիստ է տալիս, սկսում են խոսել, թե ԱՄՆ, թե Եվրոպան եւ այլն, վերցրեց Արցախը, էլի հանգիստ կտա, կվերցնեն Սյունիքը, նորից կգցի, աստիճանաբար տանում է կործանման, սա է իրենց սխեման, որով ուրախանում եւ այսօր հաչում են Հայաստանում այդ ժուրնալիստներ եւ այլն։ Սխեման է պետք հասկանալ, պետք է հասկանալ ով է տերը եւ ինչ է կատարում, եւ նա կատարում է այս սխեմայով եւ ուրախանալով, թե Մակրոնը ով է, մի պիդարացի մեկը, կամ Տրամփ այդ ծաղրացում կամ Պուտին եւ այլն, սրանք բոլորը կատարում են իր հրահանգները։ Դրա համար սիրելի հայեր, միակ մեր փրկության ձևը նա էր, որ մենք ստեղծեինք մեր ատոմային զենքը, բացի դա ավելի հզոր ատոմային զենքից, եւ կային գիտնականներ եւ ինժեներատեխնիկական աշխատողներ եւ սովետական միությունից մնացած այդ հաստոցները բոլորը բավական էր, բայց Քորշունը ոչնչացրեց եւ այժմ ոչ հայերի, որը 200 միլիարդի կարգի է, ունեն ամբողջ հայերը իրեն ձեռքում, ոչ դա ձեզ կփրկի, բրուտին դա հարկավոր չէ, միայն զենքով ենք պաշտպանվել։ Եվ միակ բանը մնացել է դա, որ ես խոսեմ ճշմարտությունը ոչ միայն տիեզերքի ճշմարտությունը, նաև այս ազգերին, որ դուք այստեղ ոչ թե դառնում եք ԱՄՆ-ի գործընկեր եւ այլն, դուք դառնում եք թիրախ այս երկրներից ձեր վրա հարձակվելու, ձեր երկրից այդ տականքները հարձակվելու են ձեր հարևանների վրա, ձեր հարևանները քարերը, ատոմային զենքը գցելու են ձեր վրա, եւ այլն, կա նաեւ այլ բազմաթիվ հարցեր, որոնց մասին չեմ ասում։ Այդ ամենը պետք է նրա դեմը դնել, եւ այսօր մենք ժամանակ չունենք, շնորհակալություն այս անձնավորությանը, դուք գրեք սկզբում այս մասում ես գրել եմ իմ email-ը, դուք գրեք ձեր նյութը հայերեն գրածը, որովհետեւ ես ստուգեմ կամ ավելացնեմ կամ պակասեցնեմ, եւ դրանից հետո դա մեծ գործ կլինի, ամենամեծ հայրենասիրությունը կլինի ձեր կողմից, որովհետեւ դա ուղարկեք եւ այդ տականքները իմանան, որ մենք հայերս ոչ միայն ճիշտը գիտենք, նաեւ մենք ունենք մեր հակահարվածը։ Այժմ ինձ քննադատում են, կտեսնես, Աստված քեզ կպատժի եւ այլն։ Իմիջիայլոց մենք բոլորս հանդիսանում ենք կիսավախերի կամ վախեցածների հետնորդներ, բայց քրիստոնեության ընդունելության ժամանակ որքան մարդ է կոտորվել չընդունելով այդ
կեղծիք այդ սրիկայությունը, Հայաստանում 66%, Ռուսաստանում 60%, Լեհաստանում 60%, Գերմանիայում 45%, Իտալիայում 52%, Ամերիկա մայրցամաքում 64%, Հնդկաստանում միայն այն մասում, որտեղ քրիստոնեություն է, միայն այդ մասին է խոսքը, 42%, Հունաստանում 50%, Սերբիայում 38%։ Իսկ հիմա դուք ինձ մեղադրում եք, այսօր էլ Նիկոլն ասում է պետք է թուրք դառնաք, հետո էլ ինձ անիծելու եք, որ ինչի չեմ ես էլ ձեզ նման թուրք դառնում, քանի որ ձեր Հիսուս Քրիստոս Նիկոլն է ասել, խելք հավաքեք։ Հիտլեր, Ստալին ձևով է աշխատում բրուտը։ Եվ մեզ այսօր իբր ինքը աղավնին է, այդպես վերացնելու է։ Վերացնելուց հետո այդ իր մեծ ծրագրում ինչ է դրված, լինելու են մի քանի երկրներ։ Այս ամբողջը միացնում է Թուրանի մեջ, Ռուսաստանին էլ կիսի տարբեր մասերի, բայց մի մեծ մաս կմնա ռուսական, սրանք էլ այստեղ կմիավորվեն, սրանք էլ կմիավորվեն սրա շուրջը, այսպես կմիավորվի այստեղ, սրանց էլ կդարձնի, բացի Բրազիլիան, կդարձնի մի միավոր և ինքը կհսկի և այսպիսով կդարձնի 1 միլիարդ մարդ այստեղ ու իր մոտ, մնացած 1 միլիարդը, այսինքն 4 միլիարդ կոտորելու է, որպեսզի աշխատեն ռոբոտների հետ միասին և իրենք լավ ապրեն։ Դրա համար ամբողջ փաստերով կարող եմ ամեն ինչ ապացուցել, բացի տիեզերքը, և ամբողջը դնել աշխարհի առաջ։ Իսկ եթե աշխարհը հասկանում է, որ ինքը տականք է և միավորվում են, բացի սկանդինավյաները, այսպես բոլորը միավորվում են իրար և փակում են իրենց ճանապարհը, ապա իրենց մնում է այսքանը։ Սա էլ է արանքից վերանում, քանի որ չեն կարող այստեղ գալ, ճանապարհները փակես չեն կարող գալ, իրենք մնում են սրա հույսին։ Էս է սրանց, և նրանց պետք է ստիպել, որպեսզի գան դրան։ Իսկ այժմ Հայաստանում ինչու են Նիկոլի հետևը պաշտպանում և ոստիկաններ և նույնիսկ մարդիկ, նույնիսկ խանութների աշխատողներ և այլն, այդ հեռուստակայաններ և այլն։ Ոչ թե միայն սրանք են սրիկաներ, նաև այստեղ ես այս փոքրերին եմ դրել, նաև եղել են Ռուսաստանի հատուկ ծառայությունների ամենաբարձր կարգի ազգանունով հայեր, որոնք սրանց ասել են, որ պետք է սա կատարես, և սրանք ճիշտ է, տականքները ստորագրել են, բայց կատարել են նաև ստիպողաբար շատ բաներ, և այսօր 100,000 հայ այս տականքի երեսից, որ փաստաթղթերը ուղարկվել է Մոսկվա արխիվները, այնտեղից և ռուսները տալով նաև թուրքերին, Ադրբեջանից, Թուրքիայից և Ռուսաստանից կարողանում են ամբողջ Հայաստանը կառավարել նրա համար, քանի որ այս տականքները բոլորը ծախված են։ Եվ եթե որևէ մեկը ձայն է հանում, ապա իրեն դեմը դնում են, որ դու այս մարդն ես, խելոք տեղդ վեր ընկի։ Դրա համար սրանց էլ չի այսօր ցանկալի այն, ինչ որ կատարում է այս տականքը, բայց նրանք այլ ճար չունեն։ Եվ այսօր ընդդիմության հարցն է, իրական հայ ընդդիմության հարցն է, որ KGB-ի և այլ ծառայությունների սրիկաներ, որոնք տրվել են օտարերկրյա երկրներին լրտեսության և այլ նպատակների համար, գիտենք, որ մեծ մասից ստիպելով են դա կատարել, այսինքն եկեք հանձնվեք, հայ ինչ-որ մի կազմակերպություն ստեղծեն, նրանց տվեք ձեր համաձայնությունը, որ ձեզ հետ դա կատարել են, բայց դուք իրականում կարող եք հայեցի լինել և փոխել նաև ընտրությունների ընթացքը։ Եթե դա դուք չեք կատարում, ապա սրանք բոլորը
եւ այն մյուս ծաղրացուները 100,000 նրանք դեմ են կանգնելու իրական ընդդիմությանը, երբ որ տղաները գնացել էին Հայաստան եւ բարձակարգ մարդկանց հետ հանդիպում ունենալով ասում էին, բոլորն էլ լաց էին լինում, որ այս տականքը մեզ բոլորիս տները, մեր բոլորիս երկիրը քանդում է, բայց նաեւ իրենք ճար չունեին, քանի որ մոտիկ իրենց մարդիկ, որ ստորագրել եմ տականք եմ, դրա համար չեմ կարող դրանից հետ կանգնել, այսքան գումար եմ վերցրել, ամբողջը Մոսկվայում կա, իսկ Մոսկվայից ուղարկվել է նաև իրենց բարեկամ Ադրբեջան եւ Թուրքիա, նույնը ունի նաև ամերիկյան դեսպանատունը, դրա համար ղեկավարում են սրանց, իսկ նրանք, ովքեր ցանկանում են, որ պետք է հեղափոխություն կատարեն կամ ընտրություններով վերցնեն երկիրը, ապա սրանց բոլորին պետք է շարքից անեն կամ ասեն դու ես մարդն ես, մենք էլ գիտենք եւ ձայնդ կտրած տեղդ վերենք։ Այսքանը ինձ թվում է հասկացաք եւ այստեղ այս երիտասարդի մասին գիտեմ նորից պետք է ինձ հարցնեն, ասեն, բայց ես ասացի իմը Ծարեցիկ միգուցե լավ հայ երիտասարդ է, բայց ինքը թույրապես անգիրարած ունի իր ամեն գործը, ծանր ու թեթև անող անձնավորություն չի, թե իրականում ինչ է կատարում, եւ հայերի համոզված են, որ մի քանիսը երևի հասկանում են իրականում բրուտները ովքեր են եւ լսեցին նաեւ որ այս տղան նույնպես շեշտեց դա ինձ համար ամենաընդունելի քայլն էր որը շատ ցանկալի էր որ լսվեր ցանկացած ելույթ ունեցողի համար եւ միացեք եւ բոլորդ միասին Եվ կան այլ կազմակերպություններ, այլ միություններ, բոլորդ միացեք, սա արդեն այն հարցն է, որ տուններս պաժար է ընկել, պետք է մեկս մեկի ձեռքից վերցնելով ջրի վեդրոները հասցնենք հանգցնել այդ պաժարը, այն ժամանակը չէ, որ չէ ես ես պետք է լինեմ, ես եմ պետք է լինեմ, եւ այստեղ պետք է նաեւ գամ բոլորը համաձայնության մի բանի, որ պետք է նրանք ովքեր համաձայնության չեն գալու, որ պետք է լինի նորմալ դատավարություն եւ բոլորին դատեն կամ բոլորը իրենց վիզը վերցնեն, գումարները հանձնեն, բաց թողնեն, ապա դա նորից լինելու է նույն բանը, բայց համոզված եմ, որ այս անգամ կգան եւ այս տականքները նույնպես չեն սրա մասին խոսք չկա, այս երկու տականքը թեպետ սա կխանգարի եւ այս երկուսը կխանգարեն եւ այս երկուսը երևի չխանգարեն եւ հրանք ստանան չխանգարեն եւ լինի իրոք իրական ընտրություն, բայց ամենակոնկրետ եւ ամենանորմալ ընտրությունը իմ կարծիքը ես չեմ փոխում դա սնայպերն է, այսքանը